Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգնի Սրբո ամեն։ Եվ Հիսուս մի համր դև էր հանում, եւ երբ դևը ելավ, համրը խոսեց, եւ ամբողջ ժողովուրդը զարմացավ, եւ նրանցից ոմանք ասացին. դա դևերին հանում է դևերի իշխանի Բեհեղզեբուղի միջոցով, իսկ ուրիշներ փորձում էին նրան եւ երկնքից նշան էին ուզում նրանից, իսկ նա իմանալով նրանց մտածումները, ասաց նրանց. ինքն իր մեջ բաժանված ամեն մի թագավորություն ավերվում է եւ ինքն իր մեջ բաժանված ամեն մի տուն կործանվում։ Արդ, եթե սատանան էլ ինքն իր մեջ բաժանվեց, նրա թագավորությունը ինչպես կարող է կանգուն մնալ, որովհետև իմ մասին ասում եք, թե դա դևերին հանում է դևերի իշխանի Բեհեղզեբուղի միջոցով։ Եթե ես դևերին հանում եմ Բեհեղզեբուղի միջոցով, ձեր հետևորդները ինչով պիտի հանեն։ Դրա համար նրանք պիտի լինեն ձեր դատավորները։ Իսկ եթե Աստծո մատով եմ հանում դևերին, ապա Աստծո արքայությունը հասել է ձեր վրա։ Երբ որ զինված հզոր մի մարդ պահպանում է իր տունը, նրա ինչքը ապահով է, բայց եթե նրանից ավելի հզորը գա նրա վրա եւ հաղթի նրան, նրանից կհանի այն զենքերը, որոնց վրա հույս էր դրել, եւ նրա ավարը կբաժանի, ով ինձ հետ չէ, հակառակ է ինձ, եւ ով ինձ հետ չի հավաքում, ցրում է։ Ով ինձ հետ չէ, հակառակ է ինձ, եւ ով ինձ հետ չի հավաքում, ցրում է, ասում է մեր Տեր Հիսուս Քրիստոս։ Այսօր հայ առաքելական եկեղեցին կատարում է տոնը Սուրբ Տրթատ Թագավորի, Աշխեն տիկնոջ կամ թագուհու եւ Խոսրովի դուխտի, որ Սուրբ Տրթատ Թագավորի քույրն էր։ Այս 3 սրբերի տոնն է կատարում մեր եկեղեցին, որոնք շատ կարևոր դերակատարություն ունեցան 301 թվականին հայոց դարձի ժամանակ։ Սրանք ուղղակի Գրիգոր Լուսավորչի աջ ձեռքերը, աջ աչքերը եղան, Գրիգոր Լուսավորչի գործակիցներ եղան, որոնց գործակցությամբ, աջակցությամբ Գրիգոր Լուսավորիչը իրագործեց աստվածային շնորհով հայոց դարձը։ Երկար կանգ չեմ առնի իրենց վարքերի վրա, մի թռուցիկ այսպես կանցնեմ։ Ուրեմն Տրթատ թագավորը կամ Տրթատ երրորդը Խոսրով մեծ թագավորի որդին էր, որը ծնվել էր շուրջ 240-ական թվականներին, կամ մի քիչ շուտ։ Երբ Խոսրով թագավորը նենգաբար սպանվեց Անակ Պարթև իշխանի կողմից, իր զավակներին Հայաստանից փախցրին։ Եվ Տրթատը, մանուկ Տրթատը Ռոմում էր գտնվում։ Զինվորական կրթություն ստացավ, ռոմեական բանակի մեջ էր, բայց շատ շուտ աչքի ընկավ, բավական երիտասարդ տարիքում աչքի ընկավ իր քաջությամբ, իր ուժով, իր քաջագործություններով։ Եվ այս բան հայտնի դարձավ կայսրին։ Եվ կայսրը մեծապես գնահատեց։ Նույնիսկ ասում է Գոթերի դեմ պատերազմի ժամանակ Հռոմի կայսերի փոխարեն Տրթատը դուրս եկավ Գոթերի թագավորի դեմ եւ հաղթեց ու գերեվարեց եւ բերեց կայսրի մոտ։ Եվ այս քաջագործությունների եւ ռոմեական կայսրության ծառայությունների համար Տրթատը թագադրվեց կայսեր կողմից եւ զորքով ուղարկվեց Հայաստան իր հոր թագավորությունը պարսիկներից ազատագրելու, ետ վերադարձնելու համար։ 387 թվականին, այդպես ասում պատմությունը։ Եվ
բազմաթիվ ուրեմն ճակատամարտերից հետո ի վերջո 378-ին եկավ Հայաստան, 387-ին ի վերջո ազատագրեց երկիրը եւ Հայաստանի թագավոր եղավ։ Գիտենք դրանից հետո ինչ դեպքեր եղան, Տրթատը հեթանոս էր, Տրթատը ամուսնացավ Ալանների արքայադստեր Աշխենի հետ, կնության առավ Աշխենին, որի մասին նույնպես պատմությունն ասում է, վարքագիրն ասում է, որ Տրթատի պես պարթևահասակ էր, գեղանի էր, որտեղ Տրթատը շատ գեղեցիկ տղամարդ էր, հզոր, հասակով, կազմվածքով, ուժով եւ ասում է Աշխենն էլ իրեն համապատասխան էր։ Եվ գիտենք մյուս դեպքերը Գրիգոր Լուսավորչի քրիստոնյա լինել բացահայտելը, Գրիգոր Լուսավորչին հալածանքների ենթարկելը Տրթատի կողմից, ի վերջո խոր վիրապում թաղելը Գրիգոր Լուսավորչին եւ դրանից հետո քրիստոնյաների դեմ հրովարտակ հանելը, որպեսզի քրիստոնյաներին պարտադրեն ստիպեն ուրանալու իրենց հավատքը, այլապես քրիստոնյաներին սպանեն եւ ինչքը քրիստոնյաների ունեցվածքը թագավորության սեփականություն համարեն։ Եվ այդ ժամանակ Հռիփսիմյանց կույսերն եկան Հայաստան, սրանց էլ Տրթատը դաժանաբար սպանել տվեց եւ դրանից հետո ընկավ Տրթատը ծանր վիճակի մեջ, հոգեկան ծանր վիճակի մեջ, մելամաղձության մեջ կամ չգիտեմ ինչ են ասում, դեպրեսիային ասում, ինչ են ասում եւ ասում է օրեր շարունակ Տրթատի տխրությունը չէին կարողանում փարատել, որովհետև իր նպատակին չէր ասել, իսկ իր նպատակն ինչ էր տիրել Հռիփսիմե կույսին։ Ի վերջո ասում է որոշեցին Տրթատին այդ վիճակից հանելու համար որս կազմակերպել իշխանները եւ դուրս եկան արքունիկով իշխաններով թագավորով որսի եւ այդ որսի ժամանակ Աստծո հրեշտակը հարվածեց ուրեմն Տրթատին, որը կառքից գլորվեց եւ մոլեգնեց, կատաղեց, փրփրած, սկսեց իր մարմինը կծոտել եւ ուտել, այսինքն գազանի վերածվեց Տրթատը։ Նույնիսկ կերպարանքը ասում է վայրի խոզի կերպարանք էր առել։ Եվ այսպես խելքը կորցրեց Տրթատը, դիվահարվեց Տրթատը եւ մոլեգնում էր, ասում է եղեգնուտներում, ճահճուտներում եւ ոչ մի կերպ թագավորին չէին կարողանում վերադարձնել պալատ։ Նույն հարվածը կրեցին նաեւ նախարարներից շատերը եւ Տրթատի պես դիվահարվեցին։ Ամբողջ երկիրը սուքի մեջ էր, որովհետև ոչ մի կերպ ճար չէին գտնում այս վիճակից ազատվելու եւ այստեղ Խոսրովի դուխտը Տրթատի քույրը երաս տեսավ, որի մեջ լուսեղեն մի այր ասում էր, որ թագավորին եւ ավականուն երկիրը այդ վիճակից կարող է հանել միայն կապյալ Գրիգորը։ Եվ այս երազը երբ պատմեց, բնականաբար ծաղրի արժանացավ, որովհետև Գրիգորը վաղուց ի վեր խոր վիրապում փտած պիտի լիներ ըստ այդ մարդկանց մտայնության, մտածողության, սակայն երազը 5 անգամ կրկվեց սպառնալիքներով, ի վերջո Օտամատունի ավակ իշխանին ուղարկեցին խոր վիրապ, որտեղից հանեց բերեց Սուրբ Գրիգորին, որը իր աղոթքներով զգաստացրեց, ասում է որոշ չափով, ոչ ամբողջովին, կիսով չափ բժշկեց արքային եւ իշխաններին ու բոլոր դիվահարներին։ Եվ բոլորը եկան ընկան Գրիգոր Լուսավորչի ոտերը եւ ասում է Գրիգոր Լուսավորիչը 66 օր շարունակ Սուրբ ավետարանն էր քարոզում, Քրիստոսի ավետարանի լույսին էր հաղորդակից դարձնում բոլորին, որոնք հնազանդությամբ Գրիգոր Լուսավորչի ոտքերի մոտ լսում էին իր քարոզությունը։ 66 օրերից հետո Գրիգոր Լուսավորիչը նաև ծոմապահություն հայտարարեց եւ աղոթքով վերջնականապես բժշկեց Տրթատին եւ բոլոր դիվահարվածներին։ Եվ դրանից հետո բոլորը հայտարարեցին, որ միակ Աստվածը
Քրիստոս Աստվածն է։ Սուրբ երրորդությունն է երկնքի ու երկրի արարիչը, տիեզերքի Տերն ու Թագավորը, եւ ուրիշ աստվածներ չկան։ Մյուս բոլորը կուռքերը դևեր են եւ չարի խաբկանքներ։ Եվ Տրթատը հոժարությամբ, որպես թագավոր, Գրիգոր Լուսավորչի հետ միասին սկսեց Հայաստան աշխարհից վերացնել կռապաշտությունը եւ ամենտեղ կռատների, մեյանների փոխարեն կանգնեցնել Քրիստոսի խաչերը։ Որոշեցին նաև Լուսավորչին ուղարկել, Գրիգորին ուղարկել Կեսարիա, որպեսզի քահանայական ձեռնադրություն ստանա եւ դառնա իրենց հոգևոր հայրը, հովիվը, որտեղ մինչ այդ Գրիգոր Լուսավորիչը աշխարհիկ մարդ էր։ Եվ մեծ շուքով իշխանների ուղեկցությամբ ուղարկեցին Կեսարիա, որտեղ Գրիգոր Լուսավորիչը եպիսկոպոսական ձեռնադրություն ստացավ եւ վերադարձավ Հայաստան որպես Հայաստանի հայրապետ։ Եվ նրան ասма դիմավորեցին Տրթատը, Աշխեն Թագուհին, Խոսրովի դուխտը եւ ողջ արքունիքը զորքով հանդերձ Բագրևանդում։ Եվ ասում է բոլորը, ասում է մկրտվեցին Եփրատ գետի վտակներից Արածանիում, որտեղ Գրիգոր Լուսավորիչը ասում է մկրտեց, ասում է արքունիքին եւ բանակին 15 բյուր մարդկանց, այսինքն ահռելի թվով մարդկանց 15,000 մարդ կամ 15 անգամ 10,000, բյուրը 10,000-ն է, 1000-ը չի։ Այսքան մարդ մկրտեց։ Հետո ասում ընդհանրապես Գրիգոր Լուսավորիչը մկրտեց, ուրեմն 40 բյուր մարդու այդ ժամանակ։ Ուրեմն այս բոլորին մկրտեց, Տրթատն էլ մկրտվեց եւ ընդունեց որպես մկրտության անուն Հովանես Մկրտչի անունը, Հովանես մկրտվեց։ Եվ այդ օրվանից Տրթատը դարձավ հայոց աշխարհի Լուսավորչի, Սուրբ Գրիգորի զինակիցը, աջակիցը եւ գլխավոր օգնականը։ Եվ ամբողջ Հայաստանում առաջինը լինելով աշխարհում, ողջ աշխարհում առաջինը լինելով Տրթածը, Հայաստան աշխարհը հայտարարեց քրիստոնյա աշխարհ։ Տրթածից առաջ չի եղել եւ այս բանի համար մեծ քաջություն է պետք, որտեւ ամբողջ աշխարհը հեթանոս էին եւ ամբողջ աշխարհը այդ ժամանակ պայքարում էր քրիստոնյաների դեմ, իրենց երկրներում հալածում էին քրիստոնյաներին։ Եվ Հայաստան աշխարհը մի կողմից գտնվելով Հռոմի հարևանությամբ, մյուս կողմից գտնվելով հզոր Պարսկաստանի հարևանության մեջ, որ երկուսն հեթանոս երկրներն էին, հանկարծ իրեն հայտարարում է քրիստոնյա երկիր, քրիստոնյա պետություն։ Ուրեմն Տրթատի մեծությունը, քաջությունը այստեղ է երևում նաև, որ ինքը չվախեցավ եւ դրա հետևանքը ինչ եղավ, որ հռոմեական արևելյան կայսրությունը, այդ պահին հռոմեական կայսրությունը երկու մասի էր բաժանված, արևմուտքում մեծն Կոստանդիանոսն էր թագավորում, արևելքում ուրեմն Մաքսիմոս դաժը, որ հակառակորդ էր քրիստոնեության եւ պայքարում էր քրիստոնյաների դեմ, ի հակառակ ուրեմն մեծն Կոստանդիանոսի արշավ սկսեց Հայաստանի դեմ 311 թվականին եւ մենք մեր զորքը, հայոց զորքը Սուրբ Տրթատի գլխավորությամբ առաջի հավատքի պատերազմը մղեց, որտեղ որպես քրիստոնյաներ, քրիստոնեություն ընդունած երկիր որոշել էին պատժել մեզ։ Եվ Տրթատ թագավորը քաջաբար հաղթեց այդ պատերազմը, հաղթեց եւ պահեց քրիստոնեությունը։ Եվ հետագայում բոլոր պատերազմները հավատքի համար մղված մեր հայրերը, մեր պապերը հաղթեցին։ Իրենք նահատակվեցին, բայց հավատքը պահեցին։ Եվ քրիստոնեական եկեղեցին չվերացավ հայոց աշխարհից։ Քրիստոնեական հավատքը չվերացավ հայոց աշխարհից մինչև այսօր։ Հետագայում Տրթատը մեծամեծ գործեր արեց Հայաստանը քրիստոնյա դարձնելու համար, գործակցությամբ
Աշխեն Թագուհու եւ Խոսրովի դուխտի։ Նամանավանդ մեծ ավանդ ունեցան Էջմիածնի մայր տաճարը կառուցելու գործում, որի համար ավանդությունն ասում է, որ Տրթատը անձամբ Մասյաց լեռան ստորոտից 8 մեծ վեմեր քարեր շալակած իր շալակով բերեց, որոնք դրվեցին եկեղեցու կառուցման հիմքերում։ Նաև Խոսրովի դուխտի եւ Աշխենի համար ասում է, որ իրենց փեշերով էին հող կրում, ուրեմն շինարարության համար։ Նաև կառուցեցին Ռիփսիմյան կույսերի վկայանները, Սուրբ Ռիփսիմյան, Սուրբ Գայանյանց եւ ուրեմն Շողակաթի տեղում Մարիամնե կույսի ուրեմն գերեզմանի վրա։ Տրթատը, բայց այդ ամենով հանդերձ ինքը խոնարհաբար ապրեց որպես քրիստոնյա իր կյանքի մնացած շրջանը։ Եվ հետաքրքիր վկայություններ ա բերում այս մասին Ագաթան Գեղոսը որպես սկզբնական վարքագիր Տրթատ թագավորի եւ հետո նաեւ Օրմանյան պատրիարքը։ Ինչ է ասում Ագաթան Գեղոսը։ Աստվածասեր թագավոր Տրթատիոսը Քրիստոսին հավատացող միաշակերտի հոգով ծառայեց բարեպաշտությամբ եւ դարձավ երկյուղած մի անձ, տեղեկացավ եւ վարժվեց աստվածային հրամաններին եւ հաճելի եղավ իր օրինապահ վարքով եւ բարի օրինակ դարձավ ամբողջ երկրի համար, որպես քրիստոնյա օրինակ եղավ ամբողջ երկրի համար։ Ընդունեց նաեւ երկնային պարգևների շնորհը, որով անմիջապես լուսավորվեց եւ թափանցվեց աստվածատուր հրամանների իմաստին եւ ամեն պատրաստությամբ ինքն իրեն զարդարելով ըստ ավետարանական կանոնների դարձավ մարդասեր մի անձ Աստծո ծառայության մեջ, մերկացավ հեթանոսական ցանկություններից, այսինքն մեղքերից, պարծանքի նշան խաչը հանձն առնելով ամենքին կյանք տվող խաչյալին հետևեց եւ Քրիստոսի խաչակիրների գնդին խառնվեց։ Իր անձը պահքով եւ աղոթքով սանձեց, մշտամրմունջ աղոթքով եւ բասկատարած պաղատանքներ էր ուղում Աստծուն եւ շարունակ արտասվում էր իր երկրի համար։ Նմանապես իր անձի համար էլ շարունակ խնդրանք էր մատուցում, որպեսզի չհիշվեն իր նախկին անգիտության մեջ գործած մեղքերը։ Մեծապես նպաստեց ավետարանի քարոզության եւ տարածման գործին, վայելչությամբ ծառայեց ավետարանին, այսպես խրատվելով եւ զգաստացած իր կրոնական վարքով առաջադիմում էր ամեն ուղղությամբ, ամեն տեսակ բարեգործությունների մեջ, առավել եւս զորանում էր ինքը եւ սատարում ավետարանչական գործին։ Սա Ագաթան Գեղոսի վկայությունն է Սուրբ Տրթատ արքայի մասին։ Ինչ է ասում Օրմանյան պատրիարքը։ Հայոց դարձի պատմության մեջ որչափ գործ եւ արդյունք է վերագրվում Գրիգորին, նույնչափ էլ պետք է տալ Տրթատին, որ իրոք եւ ճշմարտությամբ առաքելակից եւ լուսավորչակից եղավ Հայաստանի համար։ Տրթատը իր եռանդոտ եւ նախանձահույս բնությամբ, որչափ բուռն եւ սաստիկ էր քրիստոնեության դեմ հալածանքներ մղած ժամանակ, նույնչափ եւ ավելի սաստիկ եղավ կռապաշտության դեմ վարած հալածանքներով։ Նա ոչ միայն ճշմարիտ քրիստոնեի, անկեղծ ապաշխարողի եւ գրեթե ճգնավորի մի կենցաղ վարեց, զի մի հիշեցեն ըզմեղ, որ հառաջինն տգիտության անժամ զոր հեթանոսություն է անդ գործյաց, ասում է ապաշխարողի կյանք էր վարում, որպեսզի իր մեղքերը չհիշվեն, տգիտության, անգիտության, հեթանոսության ժամանակ գործված, այլև աշխատեց, որպեսզի նորահավատ հայերին, թե մեծերին եւ թե ռամիկների բազմությունը ոչ միայն կրոնը եւ դավանությունը փոխի,
այսինքն դեպի քրիստոնեություն գա, այլև վկայում էր բոլորին իր հավատքով եւ իր գործերով։ Ուրեմն Տրթատը երկար ապրեց, շուրջ 90 տարի եւ ամենաերկար թագավորած թագավորն է Հայաստան աշխարհի, 56 տարի թագավորեց։ Ուրեմն վախճանվեց շուրջ 330 թվականին եւ ըստ ուրեմն խորենացի պատմիչի թունավորվեց հայոց նախարարների կողմից եւ թաղվեց Թորդան գյուղում Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողքին։ Ուրեմն Խոսրովի դուխտի եւ Աշխեն Թագուհի մասին ասում են, որ ավելի վաղ վախճանվեցան, իրենք էլ ասում են հեռացել էին գառն ու ամրոցը եւ ապրում էին միայնակյացի ճգնավորի կյանքով, աղոթքներով, բարեպաշտությամբ, Աստված պաշտության մեջ եւ այսպես էլ իրենց կյանքերը կնքեցին։ Ես ինչի վրա եմ ուզում մեր ուշադրությունը այսօր կենտրոնացնել։ Տրթատը քրիստոնյաների հալածիչ էր։ Եվ գիտենք, թե ինչ հալածանքների ենթարկեց ոչ միայն Գրիգոր Լուսավորչին, այլև Հռիփսիմեաց կույսերին եւ հետագայում շատ ու շատ քրիստոնյաների Հայաստան աշխարհի մեջ։ Բազմաթիվ քրիստոնյաների սպանել տվեց։ Տրթատը ոչ միայն քրիստոնեացիան դեմ էր պայքարում, այլ պայքարում էր Աստծո դեմ, Քրիստոսի դեմ։ Ինչպես այսօրվա շարականում երգում ենք եւ իր վարքում էլ այսում, ինչպես ժամանակին Նաբուգոդոնոսոր թագավորը հպարտացավ, ասեց, ով է Աստված, ես եմ Աստված։ Ես ունեմ ամեն իշխանություն եւ զորություն։ Եվ Աստված ինչ արեց, հարվածեց Նաբուգոդոնոսորին եւ Նաբուգոդոնոսորը խելքը կորցրեց, անասունի պես դարձավ, նույնը տեղի ունեցավ Տրթատի հետ։ Աստված Տրթատի խելքն առավ, դիվահարվեց Տրթատը, մինչև որ եկավ ընկավ Գրիգոր Լուսավորչի ոտքերը խորվիրապից դուրս գալուց հետո եւ ներողություն խնդրեց։ Եվ Լուսավորիչն ասեց, ինձնից ներողություն մի խնդրիր, Աստծուց ներողություն խնդրիր։ Եվ այսօրվա ընթերցումները շատ հետաքրքիր ձևով այս գիծը տանում են առաջ։ Ուրեմն սկզբից իմաստության գիրքը Սողոմոնի ինչ է ասում. Լսեցեք, ով թագավորներ, եւ հասկացեք, սովորեք երկրի բոլոր ծագերի թագավորներ, ականջ դրեք դուք, որ բազմություններ ունեք ձեր ձեռքի տակ, եւ հպարտանում եք, որ տիրում եք բազում ազգերի։ Ձեզ այդ իշխանությունը Տիրոջ կողմից է տրված։ Տերությունը Բարձրյալից, նա էլ հաշիվ է պահանջելու ձեր գործերի համար։ Քննելու է ձեր մտածումները, ոչ միայն ձեր գործերը, այլ ձեր մտքերն է քննելու Աստված։ Դուք նրա թագավորության սպասավորներն եք, բայց ուղիղ դատ չեք վարում, չեք պահում նրա օրենքները եւ չեք հետևում Աստծո կամքին, իսկ նա ահ ու դողով պիտի հասնի ձեզ վրա, քանի որ իշխանների համար անաչառ դատաստան է լինելու, մինչդեռ Ռամիկի համար կա ներման ողորմություն։ Հզորները ավելի խիստ են դատվելու, որովհետև Տերը ոչ ոքի հատկապես աչքի տակ չի ունենում, չի խորշում ոչ մի մեծությունից, քանզի ինքն է ստեղծել թե մեծին, թե փոքրին, եւ հավասարապես խնամք է տանում բոլորի նկատմամբ, բայց զորավորների նկատմամբ ավելի խիստ քննություն պիտի լինի, արդ ձեզ են ուղված իմ խոսքերը, ով բռնակալներ, որպեսզի իմաստություն սովորեք եւ չսխալվեք, ասում է իմաստունը։ Ուրեմն զգուշացում է թագավորներին, դուք գիտակցեք, թե ձեր իշխանությունը ումից է տրված, դուք չէ, որ այն ձեռք եք բերել։ Ոմանց Աստված է շնորհել այդ իշխանությունը, ոմանց համար էլ
Աստված թույլ է տվել, որ այդ իշխանությունն ունենան, բայց պիտի գիտակցեն, որ այդ ամեն ինչն Աստծուց է եւ խոնարհվեն Աստծո առաջ, ոչ թե ամբարտավանանան, այլ խոնարհվեն, ոչ թե իրենց գլխու աստվածներ իրենց կարծեն եւ իրենց համեմատեն Քրիստոսի հետ կամ Աստծո տեղ դնեն, այլ խոնարհությամբ Աստծո օրենքները սովորեն եւ Աստծո օրենքներով առաջնորդվեն աշխարհի մեջ։ Սա է պատվիրում Սուրբ Գիրքը, որ իմանան, որ իրենք էլ թագավոր ունեն իրենց գլխին, որի առաջ մի օր պիտի հաշիվ տան, պատասխան տան, առանց հաշվի չի լինելու։ Ում էր վերաբերվում այս խոսքերը։ Աշխարհի սկզբից մինչև այսօր եւ մինչև աշխարհի վաղճանը բոլոր թագավորներին, ովքեր պիտի թագավորեն, ովքեր պիտի կառավարեն ազգերին ու ժողովուրդներին։ Եվ ինչ է ասում, իսկ նրանք, ովքեր գիտակցում են, թե իրենց թագավորությունը ումից է գալիս, ով է տվել, որ իրենց թագավորությունը, որ իրենց այդ ամբողջ իշխանությունը տվողն Աստված է եւ խոնարհվում են Աստծո առաջ, Աստված հետեւյալն է ասում։ Եսայու մարգարեության մեջ Կյուրոսին ուղված հատվածը։ Այսպես է ասում Աստված իր օծյալ Կյուրոսին, որը հզոր թագավոր էր, բայց որը խոնարհվում էր Աստծո առաջ եւ երկյուղ էր կրում Աստծուց։ Ես բռնեցի քո աջ ձեռքը, որպեսզի ազգերին հնազանդեցնեմ քեզ։ Խորտակեմ թագավորների զորությունը, բացեմ քո առջև դռները եւ քաղաքները չփակվեն։ Ես կընթանամ քո առջևից եւ կհարթեցնեմ լեռները, կխորտակեմ պղնձե դռները եւ կփշրեմ երկաթե նիգերը։ Ես քեզ կտամ խավարի մեջ պահվող գանձերը եւ քեզ համար կբացեմ աներևույթ հարստությունները, որպեսզի իմանաս, որ ես եմ Տեր Աստվածը, Իսրայելի Աստվածը, որ կանչեց քո անունը։ Ուրեմն եւ այս խոսքերը մեծապես վերաբերվում են Տրթատին, երբ որ Տրթատը դարձի եկավ։ Աստված իր ձեռքից բռնած, զորացրեց, հզորացրեց եւ ամեն խոչընդոտներ եւ խոթեր հարթեց իր ճանապարհից։ Գիտեք, մենք հեշտ ենք ասում բերանով, բայց շատ դժվար բան է վեր կանալ ամբողջ աշխարհին ձեռնոց նետել։ Պատկերացեք, մեկ այսօր վերակենում ամբողջ աշխարհին ասում է, ես դեմ եմ ձեր գլոբալիզացիային, դեմ եմ ձեր համաշխարհայնացման, ուրեմն պրոցեսներին, դեմ եմ ձեր, չգիտեմ, տեսակ միջազգային կառույցների ու բանկերի, որոնց նպատակն է մարդկանց ստրկացնելը, ժողովուրդներին ու պետություններին ստրկացնելը։ Այսպիսի մեկին ինչ կանեն։ Նամանավանդ եթե գերտերության թագավոր չի, մի փուճուր երկրի թագավորը ոնց որ Հայաստանն էր։ Այսօր էլ կբզկտեին, այն ժամանակ էլ բոլոր ուզում էին բզկտել, բայց այդ քաջությունն ունեցավ եւ Աստված իր ձեռքից բռնած տարավ եւ չկարողացան ոչինչ անել։ Եվ ի վերջո Պողոս առաքյալի թուղթը Տիմոթեոսին ուղված մեզ ինչ է հրանգում, մենք ինչ պիտի անենք։ Լավ, այդ թագավորները պիտի գիտակցեն, իրենք ով են, որտեղից է իշխանությունը, ում առջև են կանգնելու, ում առջև են պատասխան տալու եւ ինչպես պիտի իրենք ընթանան։ Այս իրանք պիտի հասկանան, Աստված էլ պիտի իրենց զորացնի եւ օրհնի։ Բա մենք ինչ պիտի անենք։ Պողոս առաքյալը այս մասին է խոսում։ Արդ ամենից առաջ աղաչում եմ աղոթք անել, խնդրել, պաղատել, գոհություն մատուցել բոլոր մարդկանց համար, մանավանդ թագավորների եւ բոլոր իշխանավորների համար, որպեսզի խաղաղությամբ եւ հանդարտությամբ վարեք ձեր կյանքը, կատարյալ աստվածպաշտությամբ, սրբությամբ, եւ այդ է բարին եւ ընդունելին մեր Փրկիչ Աստծո առջև։ Ուրեմն մեզ էլ հրահանգ կա աղոթել, որ այդ բոլոր բռնակալներն ու իշխանները, թագավորները աշխարհի, որոնք Նաբուգոդոնոսորի պես էին եւ կամ Տրթատի պես միջև դարձի գալը, դառնան
այնպիսին ինչպիսին Աստված է ուզում, դառնան Կյուրոսի պես, դառնան Սուրբ Տրթատի պես։ Ուրեմն խնդրենք ես սրբերի բարեխոսություն, թող բարեխոսեն մեզ համար, մեր երկրի համար, մեր իշխանավորների համար, մեր եկեղեցու համար, մեր բոլորի համար, մենք էլ աղոթողներ լինենք, որովհետև Սրբազան Պողոս Առաքյալը այս պատվերն է տալիս մեզ, աղոթել բոլոր մարդկանց համար, նամանավանդ թագավորների և իշխանավորների համար։ Թող Աստված մեզ բոլորիս իմաստություն տա հետևելու մեր հայրերի պատգամներին, խորհուրդներին, խոսքերին և հավատարիմ ժառանգորդները լինել Սուրբ Գրիգոր Լուսավորչի, Սուրբ Տրթատ թագավորի, Սուրբ Աշխեն Տիկնոջ և Սուրբ Խոսրովի Դուխտի, որոնց հիշատակն ենք այսօր կատարում և որոնց բարեխոսությունն ենք խնդրում մենք։ Աստծո շնորհը, սերը, խաղաղությունը թող լինի ամենքիս հետ, ամեն։